մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս եւ մի շարք այլ արտահայտությունների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել, համարելով, որ երկրի ղեկավարը վարքագծի կանոնների առերևույթ խախտում է թույլ տվել։ Հանձնաժողովի ներկայացուցչի փոխանցմամբ վարույթի համար հիմք են ընդունվել լրատվամիջոցների հրապարակումները, թեև ավելի ուշ նույն հարցով նրանց է դիմել նաև ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Պատգամավորի դիմումը ավելի ուշ ամսաթվով է մուտքագրվել հանձնաժողով, քան դեպքի տեղեր ունեցել եւ հրապարակումների արձագանքը կար։ Հանձնաժողովը նաեւ իրավասու է մեդիա հրապարակումների հիմքով վարույթ նախաձեռնել, տվյալ դեպքում հաշվի առնելով միջադեպի հետ կապված հրապարակումները մեծ ծավալով, մեդիայի հիման վրա արդեն իսկ հարուցված էր այն փուլում, երբ որ պատգամավորի կողմից դիմումը նույն հիմքով հարուցելու մասին մուտքագրվել էր։ Կառավարություն ազգային ժողով վերջին հարց ու պատասխանի աղմկոտ միջադեպի կենտրոնում հենց վարչապետն էր։ Իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչու են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող եւ կոռուպցիոն կասկածներ պարունակող մամուլի հրապարակումները։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու։ Դա ուղիղ պարզ ասեք։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ ուտար երկը գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բացատրական բառարաններն են թերթել, որպեսզի վարչապետի օգտագործած նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկեք, համբալ արտահայտությունները իմաստաբանական վերլուծության ենթարկեն եւ պարզեն։ Երկրի ղեկավարը վիրավորել է քաղաքական ընդդիմախոսներին։ Ուրեմն նստեք տեղներդ Կիրառված նստեք տեղներդ արտահայտությունը համարժեք է տեղդ նստիր դարձվածքին, որը նշանակում է հանգիստ կաց, դու մի խառնվիր, քո գործը չէ։ Արտահայտությունն ունի խստաբարո եւ հանդիմանական հնչեղություն, իրենից ենթադրում է բացասական կամ քննադատական տոնով արված կոչ, որը կարող է ընկալվել որպես վիրավորանք։ Ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ձեններդ կտրեք արտահայտությունը նույնանում է ձայնդ կտրիր արտահայտության հետ եւ նշանակում է լռել, լռեցնել, այլևս չխոսել։ Ասի, վերընկի տեղը տասի, ներվերս չուտեք։ Վերընկնել դարձվածքն ունի խոսակցական, առավելապես վիրավորական բնույթ, նշանակում է մի տեղ նստել, մնալ։ Համբալ բառին անդրադառնալիս պետք է նկատել, որ բառը իր իմաստով նույնանում է համալ բառի հետ, որը բացատրվում է շալակավոր բեռ տանող մշակ բեռնակիր։ Ժամանակակից բառարաններում համբալ բառը բառիմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև փոխաբերական իմաստ, ընկալվելով որպես բացասական եւ վիրավորական արտահայտություն։ Առավելագույնը 3 ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա։ Մինչ այդ կդիմեն նաև միջադեպի մասնակիցներին գրավոր պարզաբանումներ ստանալու։ Իսկ ինչ պատասխանատվություն է սպասվում Փաշինյանին, եթե պարզվի, որ նա վարքականոնի խախտում է թույլ տվել։ Օրենքի տեսանկյունից վարքագծի կանոնի խախտման պատասխանատվությունը կարգապահական է, սակայն կարգապահականը քաղաքական պաշտոնյաների նկատմամբ կիրառելի չէ։ Բայց նաև հանձնաժողովի մասին օրենքով սահմանվում է, որ հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են, դրա արդյունքով պաշտոնատար անձում նկատմամբ որ կիրառվել է տվյալ ակտը ներկայացնում է հրապարակային պարզաբանում եւ դա եւս հրապարակման ենթակա է։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարծում է, խորհրդարանի դահլիճում Փաշինյանի խոսքերը առավել քան բավարար են, որ հանձնաժողովը արձանագրի։ Վարչապետը պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում թույլ է տվել վարքագծի կանոնների խախտում։ Իսկ նման եզրակացության դեպքում ըստ պատգամավորի Նիկոլ Փաշինյանը առնվազն ներողություն պետք է խնդրի քաղաքական ընդդիմախոսներից։ Իսկ շատ ավելի հետաքրքիր եւ շատ ավելի ընկալելի կլինի, եթե նա պատրաստի իր հրաժարականի դիմումը եւ հեռանա, որովհետեւ պաշտոնյան, որը իրեն չի կարող դրսևորել ազգային ժողովում, երկրի օրենսդիր մարմնում, որտեղ հավաքված են քաղաքացիների քվեով ընտրված մարդիկ ներկայացուցչական մարմնում, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իրեն տիրապետել որևէ այլ ոլորտում։ Թովմասյանը այսօր ոչ այնքան վարույթի հարուցումը, որքան դրա վերաբերյալ եզրակացությունը կարևորեց։ Պահանջում է, որ քննությունը հրապարակային լինի։ Պատգամավորը մի դիմում էլ այդ հարցով է ուղարկել հանձնաժողով, առաջարկել հայտնել նիստի օրը։ Որպեսզի մասնակցեմ
Եվ նաև ես ակնկալում եմ, որ իրապես հրապարակային կլինի եւ կարող եք նաև դուք մասնակցել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչներ եւ իրապես լուսաբանել ու հանձնաժողովի բոլոր ներկայացուցիչների վարքագիծը մենք կկարողանանք արձանագրել։ Տիգրանուհի Խալաֆյանի խոսքով հանձնաժողովի նիստերը հիմնականում հրապարակային են լինում, բացառությամբ օրենքում նախատեսված դեպքերի։ Թե վարչապետին առնչվող վարույթի քննությունը ինչ ընթացակարգով կլինի, հստակ չկարողացավ ասել։ Հրապարակային անելու պարագայում այդ մասին կծանոթվեն, այսինքն ցանկացած պարագայում հանձնաժողովի հրապարակային նիստերի վերաբերյալ կայքեջում հրապարակումներ անում, օրակարգը ներկայացնելով եւ անհրաժեշտ դեպքում անձիկ նաեւ ներկային լինում։ Հարուցված վարույթի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը ճշտել չհաջողվեց, նրա խոսնակը զանգին չպատասխանեց։ Ի դեպ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անցած տարի մի վարույթ էլ հարուցել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանի շունահաչակ համին փչի հայտարարության վերաբերյալ, եզրակացնելով, որ Ավինյանը խախտում է թույլ տվել։ Քաղաքապետը սակայն չէր համաձայնել ինքնավար մարմին համարվող կառույցի գնահատականի հետ եւ որևէ պարզաբանում չէր ներկայացրել։ Պատմությունը այսքանով փակվել էր։